Ես ինչ են արես, լարերս սաղ թապրտել են, այս ընդ ուրիշ բան, այ որ մի հատ էլ ինդիկատորներս общей հիվանդանոցի ֆազը ստուգեի, բժիշկ, մի հատ տեսեք խիրուրգների մոտ ու մոտ ինդիկատոր կա, բերեք մի հատ ես общей ֆազը ստուգեմ։ Հարգելիս, էդ ինչ եք անում։ Նախ հարգելիս չի, պետի կա, երկրորդներից ձեր սարքը փչացել էր, ասի սարքեմ, ինչ որ ձեներ էր անում, ասում տու, անջատի հենա պերամո միացրեցի, էլ ձեն չի անում, առած ձեն աշխատում է, հենա, նայ։ Այ որ ասում կնիկս է մի հատ, այս ես լար ունենար, հանեի պերամը կրծնեի ձենը կդրեր, բավշե լավ կլիներ։ Ախր սա շատ թանկ սարք է, ինչի փչացրեցիք։ Ինձ գիտեք ինչ են ասում, պետիկ, 1000 տարվա էլեկտրիկ, ուրեմն ես չգիտեմ ինչ եմ անում։ Ստես փչացած ապարատերով եք էլի ժողովրդի փողերը կլպում։ Դուք ավելի լավ ասեք ինձ ինչի համար եք բերել ստեղ։ Ձեզ այն աշխարհից ենք եք բերել։ Արա հա, այդ ինչ էր, կաշմար։ Ուրեմն այդ թունելով եթում եմ, մութ, սև, դատարկություն, ոնց որ զորքաճից ներքին աուրան էլի։ Ձեռս տանում եմ պատերին, վիգլուչացել չկա։ Մտածում ես համիկը ստեղ ինչով է զբաղված, որ լույսերը չկա մութա։ Համիկը գիտես ով է։ Նապարնիկս 3 տարի առաջ ինպես այսպես հոսանքը խփեց, մահացավ։ Ուղղակի իմ բախտը բերեց, կողքս լավ մարդիկ կային հավաքված, շուտ հասցրեցին հիվանդանոց։ Այ իրա մոտ մարդ չի եղել։ Չէ, ես best friend եմ։ Best friend-ին է, որ քո ընկնելուց լավ ծիծաղում են, նոր օգնում։ Այդ Facebook-ում եմ կարդացել։ Բայց դուք չեք մահացել։ Ուղղակի ես մի քիչ երկար ծիծաղեցի, մինչև ասի գնամ օգնեմ, արդեն 40-ներ։ Բայց դե anyway, եղած է։ Իմ համար այսպես պարկած թունելով գնում եմ, համիկիս մասին մտածելով։ Մեկ է տենամ համիկս թունելի լույսերն է սարքում։ Մոտիկաց հասի արա համիկ հոմասին էի մտածում։ Ասես դանդաղ ֆրած ինձ, ասեց ասեմ ինչ։ Ասում Արա ասա բատար են բերանիցը թանի նորմալ բան ասա հասկանամ։ Հանեց ասմա խես եք է։ Դա խիչի, ինչի է, այ անգրագետ, երկրորդը քեզի պետք է հարցնեմ ինչ է մեկ է։ Հականք իրար, դրախտի դարպաստերի դեմը իրար սս քաշ քշում ենք, էսի երկու ձեռով բոքսով տվես դոշիս, ասմա գնա, ինձ թվաց երկի բարերն է մորացել, գտիր քո նման ջահելի, ասմա չէ, պետիկ, դու գնա այն աշխարհում հլը պետք ես, հլը ատամներովդ լիքը պրովուտ պետք է կլպես։ Ատենց, աշկերս բացեմ, մեկ է տենամ, մի հատ բժիշկ երկու հատ հարթուկը ձեռը, կանգնած նայում է երեսից, ինձ թվաց շորես է ուզում հարթուկի, դու մի ասա, այն աշխարհից է ինձ հետ բերում, տոկի տարած, տոկի բերած էլի։ Հա, իմիջայլոց տեսակցություն ունեք, նազիկն է եկել։ Ավդալյան։ Ձեր կին նազիկը։ Պրծում չունեմ դրանից, գնացեք ասեք պետիկը մերել։ Ես պատրաստ եմ, հենց հիմա պատուանը բացեմ, գցվեմ մահանամ, մենակ դրա գեշ մոնդար ռերեսը չտենամ։ Գնասը պետիկը հիշողությունը կորցել է, ասմա կնիկ չունեմ։ Չկաց, ուզում ես գնասը պետիկը հիշողությունը կորցել է, ասմա ես աղջիկների չեմ սիրում, տղեն չեմ սիրում։ Քանի պահը բռնեցել եմ, դրանից բաժանվեմ։ Գիտես չէ, հետը մի ամիտ եմ ամուսնացել, մի անգամ պապան գար էր կախել թոնիրը, ասեց գնա մեր հարևանից մի հատ տազիկ ուզի, գնացի մեր հարևանից տազիկը ուզեմ, տենամ հարևանը շոչիկներն է հետ տալի, դե կհիշես այն ժամանակ ով ինչ ուզում անում էր, հիմիկ բանում ասես լավ շոչիկներ չէ։ Ասի վարկիզա, մի հատ տազիկը կտաս, էսի թեպա նազիկը, միջև ուզում էի հասցնեի ասեի, չէ, տազիկը զորնա դհոլով իրաց տնից հանին, նազիկն էդ հեղս մտած։ Գնացինք տուն, հերս ասում արա չէիր ամուսնացել, պապուց սպխեջի օրով պտի ամուսնանայր, այ ուր։ Ատես մի հատ տազիկի պատճառով ընտանիքով ընկան գարշոկը։ Ցավում եմ ձեզ համար, բայց պետք է կանչեմ ձեր կնոջը։ Բժիշկ ջան, խնդրում եմ, ինձ մի շաբաթ էլ պահի ես հիվանդանոցում։ Հիվանդանոցում ինչքան լույսի հետ կապված խնդիր կա կլուծեն։